Մի անգամ Աստված Հովնան մարգարեին կարգադրեց գնալ Նինվե մեծ քաղաքը։ Նա ուզում էր, որ Հովնանը քարոզեր այնտեղի բնակչությանը եւ հայտներ նրանց, որ իրենց արածները Աստծուն հաճելի չեն։ Դա շատ դժվար է, մտածեց Հովնանը։ Ես չեմ ուզում Նինվե գնալ։ Այդ քաղաքի բնակիչները մեր թշնամիներն են։ Նա մի նավ նստեց, որը որքան հնարավոր էր, նրան պիտի հեռացներ Նինվեից։ Սակայն երբ նավը դուրս եկավ բաց ծով, փոթորիկ սկսվեց։ Փայլատակում էր կայծակը։ Նույնիսկ շատ բան տեսած նավաստիները սկսեցին վախենալ։ Որպեսզի նավը թեթևանա, նրանք նավի ապրանքները թափեցին ցած, սակայն ոչինչ չօգնեց։ Կապիտանը տեսավ Հովնանին եւ ասաց. Ես գիտեմ, որ դու մարգարե ես։ Խնդրիր քո Աստծուն, որ փրկի մեզ։ Հովնանը պատասխանեց. Գցեք ինձ ծովը եւ փոթորիկը կհանդարտվի։ Փոթորիկը սկսվեց իմ պատճառով։ Հովնանը գիտեր, որ մեղք էր գործել Աստծու առջև։ Նավաստիները Հովնանին գցեցին ծովը։ Նա սկսվեց սուզվել ծովի սառը եւ մութ ջրերի մեջ, բայց չխեղդվեց։ Աստված նրան փրկելու համար մի մեծ ձուկ ուղարկեց, որը կուլ տվեց Հովնանին։ 3 օր Հովնանը մնաց ձկան փորի մեջ։ Այնտեղ այնքան էլ հարմար չէր, մութ էր, եւ շատ վատ հոտ էր գալիս, սակայն Հովնանը երջանիկ էր, որովհետեւ կենդանի էր մնացել։ Հովնանը մտածում էր տեղի ունեցածի մասին։ Նա աղոթքով շնորհակալություն հայտնեց Տիրոջը իր կյանքը պահպանելու համար։ Ներողություն խնդրեց անհնազանդության համար եւ խոստացավ Աստծուն անպայման գնալ Նինվե։ 3 օր անց Աստված այնպես արեց, որ ձուկը մոտեցավ ցամաքին եւ Հովնանը դուրս եկավ ափ։ Այդժամ Աստված կրկնեց իր կարգադրությունը. Հովնան, գնա Նինվե եւ հայտնիր նրա բնակիչներին իմ ասածները։ Այս անգամ Հովնանը հնազանդվեց Աստծուն։ Քաղաքի բնակիչները լսեցին Հովնանին։ Նրանք սղճացին իրենց արածների համար եւ խնդրեցին Տիրոջը ներել իրենց։ Հովնանը կարևոր դաս ստացավ։ Նա հասկացավ, որ Աստծուց փախչել չի կարելի։ Աստծուն հնազանդվելը գեղեցկացնում է կյանքը։ Հովնանը շնորհակալ էր, որ Աստված ներեց իրեն եւ իր կամքը կատարելու եւս մի հնարավորություն տվեց։